Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր ապրիլի 20-ն է, տեղական Միացյալ Նահանգների ժամանակով ժամը 9:10 Տարավ այսօր արդեն 14 ամիս, ինչ մենք գտնվում ենք ամերիկյան բանտարկության մեջ, ապօրինի բանտարկության մեջ։ Ուրեմն սկզբի մասը կուլտուրական ես իմ ելույթը հասցեագրեմ, ումը որ անհրաժեշտ է, նոր դրանից հետո կանցնեմ այն որ ասում է 18+-ի, որպեսզի որոշակի տեղեր, որտեղ որ շատ են սիրում կուլտուրական մասն անջատ են դնեն, որտեղ որ սիրում են արդեն 18+, անջատ են դնեն։ Նախ ինձ այսօր տեղեկացրեցին, որ ունենք սպորտսմեն ոչ բարով, Արթուր Աբրահամ, Չարբախցի, ով որ դիմավորել է Նիկոլ Փաշինյանին, չուս լինի ոնց որ սեփական հորը։ Մի հատ էլ երաշխավորում է, ասում է, ստեղ 80%-ը ժողովուրդը քեզ ցեն են տալի։ Եթե ես Չարբախում չապրած լինեի, կմտածեի, որ ճիշտ է, երևի ասում ինգեր սպորտսմենը, բայց Չարբախի ազգաբնակչության մեջ այդքան Արթուր Աբրահամներ չկան։ Մաքսիմում կարա Չարբախի ազգաբնակչության բնակիչների, այսպես ասած, 5%-ը Նիկոլ Փաշինյանին ձեր դատելով են իրավիճակի մեջ, ինչի մեջ գտնվում է Չարբախը, այլ առասարակ Երևանը, ինչ են վերացել։ Ես ինձ թվում է նույնց եմ ասում, ես պիտի չզարմանամ, բայց անցած ես զարմանում եմ, իսկ եթե զարմանում ես, ուրեմն դու դեռ ապրում ես։ Արթուր Աբրահամ, որտեղ դիմավորում ես Նիկոլ Փաշինյանին, ասում ես 80%-ը, ստի տուն ու տեղը ալամը դնի, այն բանից անին, ես էլ ինձ հազիվ եմ զսպում, որ Չարբախի 80%-ը կամ մեծամասնությունը կարող է ձեն տա Նիկոլ Փաշինյանին։ Արթուր Աբրահամ, այդ 5000 զինվորի գլուխն ով կերավ, Ղարաբաղը ով տվեց, երկիրը, որ այս վիճակի վեր են ածել, պոռնկությունը, նարկոտրաֆիկինգը, կոռուպցիան ու կաշառակերությունը, բարդակը, որ հել է ժողովրդին ուտմա, այդ քո սիրելի Նիկոլը չի արել։ Տղա ջան, դու ինքնասիրություն չունես։ Ես քեզ մի անգամ անդրադարձել էի, դու Ռուսիայի պողոտայի մեջտեղը թքել էիր այն անմեղ մարդու քիթու բենի մեջ։ Հիմա ամբողջ ազգը թքի քո բենի մեջ։ Եթե դու կարող ես սպորտսմեն ես, լավ սպորտսմեն ես, բայց դու որպես մարդ դու ոչնչություն ես։ 5000 հոգու գլուխ կերած, 150,000 հոգու փախստական սարքած, ոչ մի իր խոսքի դերը չեղած մարդ, դու հələ ասում ես Չարբախի ազգաբնակչության կամ բնակչության 80%-ը քեզից այնա, մատել գրկա խառնում ես perчатка ես նվեր տալու։ Ես քեզ գանդոն եմ նվեր տալու։ Ես քեզ խոստանում եմ։ Քո նմանները հայ կոչվելու իրավունք չունեն։ Ես քեզ զրկելու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ու սիկտիր եմ անելու գնա Գերմանիա ես գնացի ապրում։ Վեշ մեշոգդ կհավքես ու սիկտիր կնես Գերմանիա հավիտենից։ Դու այլևս հայ հողի վրա ոտք դնելու իրավունք չունես։ Ես չեմ ուզում քեզ այն իմ բառապաշարով իրավորեմ, որովհետև խնայում եմ M10+ եթերի համար։ Ես բառ չեմ գտնում արտաբերել նման կատեգորիայի մարդուն։ Բառ։ Դու մարդկային ոչնչություն ես, տղա ջան։ Դու հայ կոչվելու իրավունք չունես։ Այդ 5000 զոհվածների թիքեն երեխուդ բերան ալնի։ Ուրիշ բան չեմ ասում։ Ես ուզում եմ, որ քո երեխեն էլ բերեն դնեն դեմդ առանց իրագույն դրոշի։ Ու դու այդ ցավը զգաս ու հետո հլնես այդ նույն քո երեխուն ոչնչացրածին գնաս փաթաթվես մի հատ էլ բանը perчатка նվեր տաս։ Ես ուրիշ բան քեզ չեմ կամենում, չեմ հայոյում, չեմ վիրավորում։ Չնայած որտեղ դու դրան էլ ակամարժանի չես։ Ես քեզ ընդամենը վտարելու եմ Հայաստանի Հանրապետությունից։ Պասպորտդ ես եմ ճղելու եւ լիցո без гражданства շպրտելու եմ դուս Հայաստանի տարածքից։ Ասիկ 1։ Երկրորդը Ուրեմն ես նկատել եմ, որ դոկուսակցության որոշակի անդամներ ցուցաբերում են ինչ-որ անհասկանալի ակտիվություն համացանցում։ Մենք այսքան անենք ուրիշները կան մտնեն ցուցակ, չգիտեմ շուտ էս բաներ են գրում, որ մենք պիտի մտնենք ցուցակ, ուրիշ մարդիկ են մտել ցուցակ, քեն էս մարդիկ մտել ցուցակ, եւ այլն եւ այլն։ Ուրեմն հարգելիներս
դուք ուզում եմ հասկանամ ցուցակի կռվեկանում, թե երկիրը այս վիճակի կամ գաղափարի կռվեկանում։ Ես 14 տարի ծառայելով ռազմական ոստիկանությունում երբեք մենակ Գասպարյան Վովան սաղու սալամաթալ։ Գասպարյան Վովայի հետ կռիվ չեմ արել, որ ինձ այս պաշտոնի վրա խիչ ես նշանակում, ես այս պաշտոնն եմ ուզում կամ այն պաշտոնն եմ ուզում։ Երբեք։ Ես իմ գլուխը կախ, այսպես ասած, իմ ծառայությունը տարել եմ հանուն հայոց բանակի։ Ես եղել եմ անկախ օպեր եւ եղել եմ այն եզակի օպերը, որ ունեցել է ուղիղ հեռախոսակապ վարչության պետի հետ, եւ դա ինձ համար եղել է ամեն ինչ, թե պաշտոնայեղը, թե կոչումայեղը եւ այլն, որ ունեցել եմ ուղիղ դոստուկ վարչության պետի հետ։ Եվ ինչ որ կատարվել է, ինչ տեղի ունեցել, անձամբ զեկուցել եմ իրան։ Ես երբեք պաշտոնի կռիվ չեմ արել, ոչ մի անգամ եմ կոչումի համար ասել, որ դուք իսկ պիտի կոչում տայեք դասորշեք փոխգծապետ, ինչ էլա, պարոն Գասպարյան, ասել ես քեզ խաբել են, ասել խաբել եք, ջանս աղել։ Երբեք։ Ես եղել եմ նվիրյալ իմ գաղափարին, իմ բանակի, որ բանակը ես դզեմ, հիմա ես օպեր կլնեմ, թե բաժնի պետի տեղակալ կլնեմ, թե բաժամունքի պետ կլնեմ, թե ինչ կլնեմ, ես երբեք կռիվ չեմ արել, երբեք։ Բայց դուք արդեն կռիվ եք անում, ասեք ինչի, մենք ցուցակում չեք, եթե ձեզ թվում է, թե ցուցակի մեջ գտնվող մարդիկ երջանիկ են լինելու մտնելով ազգային ժողով, դուք սխալվում եք։ Նախ ահագին ինձ հավատարիմ մարդիկ, իմ ընկերներ, որոնք որ այս 4 ամսվա մեջ օր ու գիշեր հետաքրքրված են իմ ճակատագրով, ի տարբերություն ձեզ, շատերի, օր ու գիշեր հետաքրքրված են իմ ճակատագրով, ամեն ինչով աջակցում են ինձ եւ իմ ծնողին, եթե չեն ասել Վարդան Ղուկասյան, ինչի մենք ցուցակի մեջ չենք։ Ընդհակառակը ես առաջարկեմ, մենք ասել չենք, չենք ուզում, խի ցուցակով պիտի մեր հավատարմությունը քեզ կամ քո գաղափարներին մենք ցույց տանք։ Այդ մարդիկ համեստորեն հրաժարվել են, որովհետև ցուցակի մեջ գտնվելը դա նշանակում է ծառայել ժողովրդին, եւ այն մարդիկ, ովքեր որ վաղը միսօր պիտի գան մտնեն կառավարություն, որտեղ ցուցակի մեջ մարդիկ մնալու են պարլամենտում, մեծ մասը։ Գալու են մտնեն կառավարություն, այդ մարդիկ շաբաթ կիրակի չեն ունենալու։ Ոչ մեկ։ Այդ մարդկանց, եթե որևիցե մի քաղաքացի զանգեց քարտուղարուհին վերցրեց ասեց այսօր կիրակի է, ես կամ չգիտեմ շաբաթ է, կամ ինքը տեղում չի եւ այլն, ես քարտուղարուհուն էլ այդ մարդուն էլ թաղելու եմ երնու դագավի մեջ։ Ոչ մեկ չունենալու քարտուղարուհի։ Դլո ոչ մեկի կաբինետում չի լինելու։ Լինելու է օգնական, արական սեռի կամ եթե ուզում են կին 50 անց։ Դլո ոչ մեկ չի ունենալու կաբինետի դռան դեմը նստած, որ դոշերը բացած կոֆե բերի տա, ով քաղաքացին զանգի, ասի ինքը տեղում չի խորտակցանա։ Զանգը եկավ, պաշտոնյան ինքն է վերցնելու հեռախոսը եւ պատասխանելու է քաղաքացու զանգին։ Այդ կայֆերը, այդ կոստյումնի, գարստուկնի, լիմուզինի, պատավատի, այդ սիրուն աշկերի համար չի տրվելու։ Եվ ոչ մեկին չթվա, թե կառավարության մեջ դոկի հետ կառավարությունը մտնողը պիտի գա հանգստանալու։ Ես ասել եմ 100 օր եմ ասել, հիմա ասում եմ 6 ամիս։ Մոռանալու են շաբաթ կիրակի մասին, մոռանալու են ծնունդ, կնունդ, մատաղ, ատամհատիկ, երբ որ ինձ կտենան, ես գնացի մի հատ հարսանիքի, 10 հարսանիքի էլ թույն գնան մասնակցել։ Չէ լինելու երկիր այս վիճակից պետք է դուրս բերվի, հնարավորինս արագ։ Մենք այդ ժամանակները չունենք։ Ոչ մեկ չունենալու, ոչ շաբաթ, ոչ կիրակի, 6 ամիս հետո դուք կունենաք կիրակիներ։ Իսկ մինչև 6 ամիս չեն ունենալու, եւ պիտի լինեն հասանելի, նույնիսկ վերաբերվում է պատգամավորներին, հասանելի քաղաքացիների համար։ Ոչ թե գանստեն սնան նախկինի նման պարլամենտ տրեն, ասեն դենե փողը ստանան, հլեն գնալ։ Հիմա շատերը միգուցե կարող ասեն, այս մարդը, չգիտեմ, չափազանցում է, խափում է, ոսո մյուսներն են խափել 30 տարի, ես չեմ խափում, չնայած ոչ մեկ չի ասել, որ շաբաթ կիրակի դուք չեք ունենալու, դուք պիտի հասանելի լինեք, ժողովուրդը պիտի առանց քարտուղարուհի ձեր հետ շփվի, առանց դլո, որը կա մեջտեղները։ Այդ ուստի դուք հիմիկվանից պաշտոնակրիվ մի արեք, ասեք դուք իմ կողմն եղել եք, ինչա՞ որ գաք մտեք պարլամենտ։ Ես ինձ համար կարող է կառավարությունում եմ տեղ պահել, իմ մտքում, իմ խղճումից ինչ երեք եմ գրում։ Եվ հիմա ում էլ որ կուսակցության ղեկավար կազմը չի մտցրել, ուրեմն չի տարել։ Նեղանում եք ձեզ բարի ճանապարհ, գնացեք այդ գոհություն ունեցող կուսակցություններում մտեք։ Այսքանը դրա մասով, իսկ հիմա ասեմ մի հատ բոզից տղու 18+, այդ Էդգար Համբարձումյան։ Ես չեմ էլ ուզում դաժե այդ Էդգար ջանը համադային խեռից ծայրը, դրան ինչ-որ մի ձև ավելի երկար անդրադառնամ։ Երեք էլ ասում էր Վարդան Ղուկասյանը իսկուսственный ինտելեկտալ։ Այսօր հենց ասում է Նիկոլա Կանը, ուրեմն Վարդան Ղուկասյանի փայ, լսի, տունը ծծծնեմ։ Վարդան Ղուկասյանի փայ Նիկոլա Կան ըլնողի
տուն ու տեղը ալամաշխարը ծծցնի։ Վարդան Ղուկասյանի վրա Նիկոլական պիտնո կպցնողի բալեքին ազգու տակը ագարկակնգան ազգու բալով տնով են սաղ երկիր մոլորակը այլ մոլորակայիններն էլ կասմանավտներն էլ դեզերքից կան այդ մարդու տուն ու տեղը ծծցնեն, ասում են Նիկոլը լաց հալնեմ, ասում են դոգին թողեք, Նիկոլը որ լաց հլներ, որ դոգին թողեք, տունը ծծցնեն, այդ 17 մեղադրանքը ինչեր ուղարկեմ սրանց, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը 10 ախր մի հատ ուսումնասիրի, թունեմ լավիտ բերանը, նոր հելի ելույթ ունեցի, որ սուտն էլ մի քիչ ճիշտ լինի, 17 մեղադրանք, որ գրեց դրել են Վարդան Ղուկասյանի վրա ղրկել են սրանք էլ դատարանում ցնցվան այդ կուլուրին հետ ղրկին Հայաստանի դատախազության դլոյի մեջ, ասեն այս խայտարակությունը եկալեք ցիկտերեք։ Մենք այս մարդուն ուրիշ բանի համար ենք պահում ենք, որ այդտեղ Նիկոլ վերարտադրի, ոչ թե մենք չենք ուզում դատենք, մենք չենք կարա դատենք։ Ձեր շինծու հոդվածներով շնորհակալ եղեք, փողը տվել եք միլիոնավոր դոլարնի, մենք այս մարդուն պահում ենք, գնանք հələ միջև ընտրություններ կարում ենք, ձգենք, պահենք, թե չէ, որովհետև սոտեք այստեղ մի քիչ դատական համակարգը չուտ կարա մեզի շեղի։ Հիմա հենց ասում եմ Նիկոլականա, ինձ շատ Նիկոլ գրլող է եղել, տունդ քունեմ, ինձ շատ Նիկոլի կերած քաքերը, ջրի երես հալող է եղել, մեկ հələ մեկի անունը տուշ, այ քութամադա բերանը ժաշտամ ես։ Հաճուք ես ստանում գրլոցից, ես չեմ զմիշտեմ եմ մակարդակին, դու իմ խերը պիտույտ ես որ հլնես իմ մակարդակին, լավըտ քունեմ։ Իմ մոտ չենք հարա բերեն իմ տրուսիկի արանքը $1000 մցնեն, ես հլնեմ ասեմ տաշիր պիտի ընտրեք, տաշիրը բանը, ինչ ասում, բառն էլ բան մոռացա, սիստեմա ունի, սիստեմա, այսինքն երկրի կառավարումը բերե համեմատում է սուպերմարկետ կառավարելու հետ։ Դուք ես խայտաբեկի, դուք ես գրլի, դուք ես վարքաբեկի, ալամ աշխարհը խորոփամակի դու բենիտ մեջ, դուք ես կցիր միան այդ 200,000 ռուբլու համար։ Ընկեր ջան։ Միացել երեք քանիկան ես մեռել էի, այսօր է դառա Նիկոլական, եւ վաղը կարող է դառնալ կասմանավ։ Դուք չեք հասկացել, որ այդ պիտոնի վրա չի կպնում Նիկոլական։ Նիկոլի տուն ու տեղը ծածացնեմ ես։ Տղայս էլի դու էլ Նիկոլին կծվի։ Տղայս էլի կծվի։ Տղայս սոտաշի սամոց հլնի ասի Նիկոլ լավը թունեմ։ Ես ասում եմ, թույք հլնի ասի։ Եթե Նիկոլ քոտաշիրը Նիկոլական չի։ Քոտաշիրը 30 միլիոն դոլար պետությունից գրպի տնի չէ, Նիկոլը փոխհատուցումը տա։ Ինչ լես ասես Նիկոլակա։ Ով տրով է սանատորիա, այ քու լավը քունեմ, մի հատ լակն իրավիճակը դրեք ցանը թեթևարեք նոր։ Հասկանում ես։ Ես հասկանում եմ, որ բերել են կնկատլիք շքյանակը փողը կողել է, ինչ-որ մի հատ աշիվական, բայց դա չի նշանակում հլնել ապուշություն խոսալ։ Բոզի տղա։ Ու եթե ուրիշների համար այս ուղղակի խաղա, որովհետև իրանց բիզնեսը պիտի փրկեն, այդ թվում կոտաշերի, ես բիզնես չունեմ։ Ես ոչ մի երկրում կապիտալ չունեմ, կապիտալ։ Արեցի կենտրոն խանութնի, հանքեր, զավոթներ, էլեկտրոցանցեր եւ որ ինչ-որ մի ձև կաշկանդված լինեմ։ Ես եմ ուղերձ։ Ու քո նման ինչքան էլ բոզի տղա, հլնեն, խոսան, չգիտեմ, դուք եք Նիկոլակա, դուք եք իսկուսնի ինտելեկտա, եկեք տաշին ընտրենք, որովհետեւ տաշերը սիստեմա ունի, կան սրանց են, կան ժողովուրդ խոսան։ You have 1 minute left. Փողը վեկալած բոզի տղա է։ Ոչ մի օլիգարխ երբեք չի մտածել ժողովրդի մասին, տղա ջան։ Մի հատ օլիգարխ էլ այս երկիր եկավ նստավ ղեկավար, ավիր ես քանդես բլեց։ Վառ օրինակ է, երկիր նավիրը մա։ Տնտեսության մերը ծախսերեք սելաբանեմի կոմսակ է թմա հետիա չեպը։ Նույնն է տաշիրը տալնելու։ Որտեղ օլիգարխա, բոզի տղա օլիգարխը չի մտածում ժողովրդի մասին։ Հիշի դա մեկը միշտ, եւ ժողովուրդ օլիգարխ չի ընտրելու, ժողովուրդը ընտրելու է տոկ, հիշի, տունած քունեմ, տոկ, այսքան հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան